Մարիա հեռուստասերիալում բոլոր դեպքերը շարունակվում են զարգանալ անակնկալ շրջադարձերով, նոր հուզումներ, ճակատագրական բացահայտումներ և կորուստներ բերելով հերոսների կյանք։ Օֆայի առողջական վիճակը կրկին վատանում է, նա ուշագնաց է լինում իր բնակարանում, իսկ Ռուբենը հենց այդ պահին հայտնվում է տանը։ Տեսնելով Օֆային, Ռուբենը ցանկանում է անհապաղ շտապօգնություն կանչել, սակայն Օֆան քիչ անց ուշքի է գալիս և հրաժարվում բուժհաստատություն տեղափոխվելուց։ Նա զգում է, որ Ռուբենի տրամադրությունը կտրուկ տարբերվում է սովորականից։ Նրա պահվածքը կասկած հարուցող է։ Օֆան անմիջապես հետաքրքրվում է, թե ինչ է կատարվում։ Այդ պահին Ռուբենը երկար լռությունից հետո բացահայտում է ճշմարտությունը։ Նա պատմում է Դավիթի ձերբակալության մասին, նշելով, որ Դավիթին մեղադրում են սպանության մեջ, որի հետ, ըստ Ռուբենի համոզմունքի, նա որևէ կապ չունի։ Օֆան խորը հուզվում է։ Նրան շատ է ցավեցնում այն միտքը, որ Մարիան, իր միակ դուստրը, կրկին կոտրվում է ներսից, այս անգամ արդեն սիրելի մարդու նկատմամբ տեղի ունեցած անարդարության պատճառով։ Այդ լուրից հուզված Օֆան խոստանում է ամեն ինչ անել իր առողջության վերականգնման համար, միայն թե Ռուբենը կարողանա օգնությամբ ձեռք մեկնել Դավիթին ու ազատել նրան կեղծ մեղադրանքից։ Այս ընթացքում Լիլիթը խոսում է Աբուլի հետ և նկատում, որ նա անտրամադիր է, զուսպ ու լուռ։ Լիլիթը որոշում է գալ Աբուլի տուն, հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում։ Աբուլը երկար այլևս չի թաքցնում և անկեղծորեն պատմում է եղբոր Դավիթի ձերբակալության մասին։ Նա ասում է, որ Դավիթը բանտում է սպանության մեղադրանքով այն երիտասարդի, որի մեքենայի ապակիները ժամանակին կոտրել էին և դրանում ևս մեղադրում էին Դավիթին, բայց պարզ է դառնում, որ Դավիթը որևէ առնչություն չուներ այդ դեպքի հետ։ Լիլիթը սկսում է հանգամանքները մեկը մեկին կապել և գալիս է ցավալի եզրահանգման։ Այս ամենի հետևում կանգնած է Ռաֆը։ Մարիան էլ գտնվելով խորը հիասթափության ու անհույս վիճակի մեջ, հեռախոսով կիսվում է Նոնայի հետ։ Նա ասում է, որ կորցնում է հավատը արդարության հաղթանակի հանդեպ։ Նոնան փորձում է Մարիային ուժ տալ, հիշեցնելով, որ երբեմն կյանքը անարդար խաղեր է խաղում, բայց վերջում ամեն դեպքում հաղթում է ճշմարտությունը։ Ու հենց այդ պահին կատարվում է ամենակարևոր շրջադարձը։ Ալան գնում է հիվանդանոց Աշոտի մոտ և արտասուքով խնդրում, որ փրկի Ռաֆին, թույլ չտա նա բանտ նստի։ Աշոտը սակայն վճռական պատասխանում է։ Այս անգամ ինքը ոչինչ չի անելու։ Նա այլևս չի պատրաստվում խաբել, պաշտպանել որդուն կամ մեղադրել անմեղ մարդկանց։ Քիչ անց Ալլայի հեռանալուց հետո Աշոտը զանգում է Ռուբենին, ասում է, որ շատ կարևոր բան ունի ասելու, այնպիսի բան, որ գուցե փոխի ամեն ինչ։ Ռուբենը շտապում է հիվանդանոց և հանդիպում Աշոտին։ Այն, ինչ լսում է Ռուբենը, ապշեցնում է նրան։ Աշոտը խոստովանում է որդու, Ռաֆի բոլոր հանցագործությունները, բացահայտորեն նշելով, որ Ռաֆն է սպանել արտակին, որ մեքենայի ապակիները ևս Ռաֆն էր կոտրել։ Նա ասում է, որ այս խոսքերը ասում է խիղճը մաքրելու և հոգին թեթևացնելու համար։ Այս խոսքերից ընդամենը մի քանի րոպե անց Աշոտի սիրտը կանգ է առնում։ Նա մահանում է, թողնելով ծանր խոստովանություն ու ճշմարտության դուռը բաց։ Ռուբենը հիմա կանգնած է ընտրության առաջ։ Արդյոք նա կկարողանա ճիշտ ներկայացնել այս տեղեկությունը քննիչին, դրդելով նրան սկսել իրական քննչական գործողություններ Ռաֆի ուղղությամբ։ Եթե Ռուբենը որոշի լռել, ապա Դավիթը կմնա բանտում։ Իսկ եթե պատմի ճշմարտությունը, ապա Ռաֆը կկանգնի արդարադատության առաջ, իսկ նրա մայրը Ալան կկորցնի ամեն ինչ։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, Ռուբենը կփրկի արդյոք Դավիթին, պատմելով Աշոտի վերջին խոսքերը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։